Մենք Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձևավորվել են կեղծված ընտրությունների միջոցով եւ չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որևէ նախաձեռնության նկատմամբ, արձանագրելով, որ Հայաստանում արկա խնդիրները պայմանավորված են ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ, գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը եւ իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման 3-րդ ժամկետի սահմանադրական արգելքը եւ հավերժացնել իրենց իշխանությունը, համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա եւ փորձ է արվում ոչնչացնել քաղաքական եւ հասարակական որևէ հակակշիռ, նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը եւ վտանգում է Հայաստանի Հանրապետության իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության կայացումը, հայտարարում ենք, որ մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը եւ իշխող վարչախմբի վերարտադրությունը։ Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես ոչի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն եւ Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին։ Հայտարարությանը միանում են Հայ ազգային կոնգրեսը։ Խնդրում։ Այդ գրիչը անկեղծ ասած գրիչը գնել եմ հատուկ այս արարողության համար պատրաստում եմ պահել։ Ամենայն հավանականությամբ ինքը կդառնա պատմական գրիչ։ Ժառանգություն կուսակցություն։ Հայաստանի ժողովրդական կուսակցություն։ Հիմնադիր խորհրդարան։ Հայ ազգ կուսակցություն։ Արմատ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ, նրանք արդեն ստորագրել եւ գնացել են, որտեղ շտապում էին, ՀՀ քաղաքագետների միություն։
Մարտի 1 ՀԿ Բելգիայից միանում են, հետո կստորագրենք։ Իրավունքի եւ ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն արդեն ստորագրել եւ գնացել է պարոն Հարությունյանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական գրասենյակ։ Ազատականություն եւ ժողովրդավարություն ՀԿ Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ Ստորագրել է։ Էկոլոգիական իրավունք ՀԿ Մենք հանուն ժողովրդավարության ՀԿ Արմեն տեղ կտաս Ստորագրել Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման ՀԿ Շիրակի մարզի բարեփոխում եւ զարգացում իրավապաշտպան հասարակական կազմակերպություն Շիրակցիները խնդրել են, որ չեն կարող այսօր ներկա գտնվել, հետո կգան եւ կստորագրեն։ Ոչ թալանին քաղաքացիական նախաձեռնություն երիտասարդները խնդրեցին հետո, որտեղ ծեծված ջարդված էին, մի մասը ոստիկանությունից, մի մասը հիվանդանոցից նոր է դուրս եկել, հետո կստորագրեն։ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն Դուրս մեր գրպանից քաղաքացիական նախաձեռնություն կստորագրի հետո ազգային համաձայնություն կուսակցություն Հենց նոր միացավ նաև ազգային ինքնորոշում ԱԻՄ կուսակցությունը, խնդրեմ մոտեցեք։
Հանուն արդարության հասարակական կազմակերպություն։ Դեպի բարձրարձակ ժողովրդավարություն հասարակական կազմակերպություն։ Պետություն հանուն իրավունքների հասարակական կազմակերպություն։ Այս վերջի հայտարարությունները տեղում որոշումներ են կայացվել, դրա համար մի քիչ երկարում է պրոցեդուրան։ Էլի կա։ Փաստաբաններ հատուկ հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպություն միացավ ստորագրի հետո ինձ մնում է միայն հայտարարել, որ Ազատություն կուսակցությունը Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ միանում է ոչի ճակատին, տեքստի հետ կապված խնդիրները պարոն Բագրատյանը այստեղ չէր, կքննարկենք հետո, բայց ցանկացա, որ ես այստեղից հայտարարեմ։ Եվ իհարկե չեք անցկացնի քաղաքացիական նախաձեռնություն։